Ճշմարտությունը եւ առաքինի նահատակները երբեք չեն կարող թաքնված մնալ, եւ ոչ էլ լուսավար ճրագը կարող է ծածկվել գրվանի տակ կամ թաքստոցների ստվերի տակ աներևույթ մնալ, այլ պետք է նրանք Երևան ոսկյա աշտանակների վրա, իսկ անուշահոտ յուղերով լի ոսկյական թեղները վառվեն, լուսավորելով Հայաստան աշխարհը աստվածգիտության համապայծառ լույսով։ Ահա նրանք, որպես այսպիսի պատվական լույս, ակամա երևացին Հայաստան աշխարհի հեթանոսների առջև։ Երբ հունած կայսեր հրովարտակը հասավ մեծ հայքի տրթատարքային, ոչ քիչ խռովություն եղավ հայոց աշխարհում, քանզի պահպանվում էին բոլոր անցուղիներն ու տարածքները, եւ նրանց փնտրում էին բոլոր կողմերում։ Եվ մեկը տեսնելով պատմեց նրանց մասին։ Եվ ահա երբ նրանց մասին իրողությունը հայտնի դարձավ, 2 օր վահանափակ շրջապատեցին նրանց։ Ապա 2 օր անց Հռիփսիմեի պարկեշտության եւ սքանչելի գեղեցկության համբավը տարածվեց բազմամբող հրապարակներում, եւ ամեն մարդ մեկը մյուսին իր զարմանքն էր հայտնում։ Նրա գեղեցկությունը տեսնելու համար մեծ բազմություն հավաքվեց։ Նախարարներն ու ավագանու մեծամեծները նրան տեսնելու համար իրար էին անցնում պարզ հետաքրքրության կամ պակշոտության, զեղ, անառակ եւ հեթանոսական սովորույթների համաձայն։ Իսկ երանելի կույսերը, իմանալով, որ տեղի մարդիկ վայրենաբարո են, անմիտ ու հորի, ողբաձայն արտասուքներով եւ ձեռքերը դեպի երկինք կարկառած, ջերմ աղոթքներով փրկություն էին հայցում Տիրոջից, որպեսզի այս մարդում եւս իրենց հաղթություն եւ հավատի պայծառություն տա, ինչպես որ մեկ անգամ փրկել էր զազրելի հեթանոսների անօրեն պղծություններից։ Երեսները ծածկել ու ցած էին իջեցրել, ամաչելով լկտի ականատեսներից, որ հավաքվել էին տեսնելու իրենց։ Ապա թագավորի մերձավորներից ոմանք գնացին ու տրթատին պատմեցին Հռիփսիմեի աննման գեղեցկության մասին։ Եվ մյուս նոր առավոտյան այգաբացին եւ նույնիսկ ավելի վաղ հրաման ելավ թագավորից, որ երանելի Հռիփսիմեին արքունիք բերեն, իսկ Սուրբ Գայանեին երանելի ընկերների հետ պահեն այնտեղ։ Պատվական, գեղեցիկ, ճոխ եւ պայծառ հանդերձներ եւ երևելի զարդարանքներ տարան արքունիքից, որպեսզի նա զարդարվի եւ շուքով ու փառքով քաղաք մտնելով ներկայանա թագավորին, որը դեռևս նրան չէր տեսել, բայց լսած լինելով նրա գեղեցկության մասին, որոշել էր կնության առնել։ Եվ արդ Սուրբ Գայանեն տեսնելով վերահաս փորձությունը, սկսեց խոսել իր սրբանավեր Սանուհու Հռիփսիմեի հետ, ասելով. Հիշիր որդյակ, որ կամավոր թողեցիր ու լքեցիր քո հայրենի մեծապատիվ, շքեղեշուկ, ոսկեգուռ գահը, թագավորական ծիրանիները եւ նախընտրեցիր Քրիստոսի ճառագայթարձակ լույսի թագավորությունը, ով արարիչ է, կեցուցիչ եւ նորոգիչ, ով իրեն հուսացողներին ըստ իր խոստման անապատում բարիքներ պիտի տա։ Եվ դու որդյակ, որ արհամարեցիր քո անցավոր կյանքի ծիրանին, ինչպես կտաս քո սրբությունը, որպես կերակուր այս բարբարոս երկրի շներին, քավ լիցի որդյակ, որ այդպես լինի։ Նա, ով մանկուց առաջնորդել է մեզ, թող ընդունի մեզ քեզնով հանդերձ։ Իր դայակից լսելով այս խոսքերը, Սուրբ Հռիփսիմեն զինավառվեց Սուրբ Հոգու զորությամբ, քանզի մանկուց զգեստավորված էր հավատքով, իբրև զրահապատ սպառազեն։ Աղաղակեց եւ սկսեց բաց կատարած աղոթել. Տեր Աստված, որ քո սիրելի եւ միածին որդու միջոցով ստեղծեցիր քո արարածներին եւ Սուրբ Հոգու միջոցով հորինեցիր տեսանելի եւ աներևույթ արարածներին, քո հրամանով են շարժվում տեսանելի եւ աներևույթ բոլոր զորությունները երկնքում եւ երկրի վրա, ծովի մեջ եւ ցամաքում։ Դու էիր, որ խաչանման փայտով ջրհեղեղից փրկեցիր քո սիրելի Նոյին, որովհետեւ նա պահեց քո հրամանի խոսքը։ Եթե այնժամ փրկեցիր խաչիդ օրինակով, ապա այժմ էլ նույնն արա քո ճշմարիտ խաչով, որի վրա կամվեցիր եւ թափեցիր քո արյունը մեր ցավերի բժշկության համար։ Դու որ պահեցիր Աբրահամին քանանացիների ամբարիշտ ազգի մեջ, գթացիր քո Իսահակ ծառային եւ պահպանեցիր քո աղախին Ռեբեկային անօրեն փխշատացիներից, հանուն քո սուրբ անվան մեզ եւս մի լքիր, սովորեցրիր մեզ, վարդապետեցիր եւ քո խոսքը դրեցիր մեր բերաններում, որպիսի կարողանանք փրկվել թշնամու որոգայթներից, եւ ասացիր, թե իմ անունը ձեզ վրա է,
Նաև դուք իմ աստվածության տաճարներն եք, եւ թե իմ անունը սուրբ պահեք ձեր սրտերում, խոսք դրիր մեր մեջ խնդրելու քեզ եւ ասելու. սուրբ լինի քո անունը մեզ վրա։ Եվ ահա հավաքվել են բազում չարագործներ պղծելու քո անվան տաճարը եւ քո սուրբ անունը, որ մեզ վրա է, քանզի թեպետ մենք տկար ու անարժան ենք, սակայն դու, Տեր, պահիր մեզ այս անվայել խայտառակությունից, մարդասեր Տեր, որ ձգեցիր մեզ այս փորձության մեջ, օգնիր մեզ հաղթել քո զորությամբ, որովհետև քոնն է հաղթությունը եւ քո անունը պիտի հաղթի, պահելով մեզ արթուն հույսով, թող այս փորձությամբ մտնենք քո արդարների դասի մեջ եւ վարձ կունենանք, որ հատուցելու ես յուրաքանչյուր նրանց, ովքեր երկյուղում են քեզանից եւ պահում քո հրամանները, դու որ փրկեցիր Նոյին ջրհեղեղից, փրկիր եւ մեզ շրջապատող անօրենություններից, քանզի եթե գազաններին եւ անբան կենդանիներին պահեցիր տապանում, արդյոք չես խնայի քեզ փառավորող ու քո պատկերն ունեցողներին։ Մինչ Ռիփսիմեն լալագին աղոթում էր, հավաքվեց ամբոխը։ Եկան արքունի սպասավորները, նախարարները եւ ավականու մեծամեծները, որպեսզի շքադիր պատվով նրան արքունիք տանեն, տրթաթ թագավորի ընկնության եւ հայոց տիկնության համար։ Իսկ նրանք արտասվագոչ եւ ձեռքերը ողորմագին երկինք բարձրացրած խնդրում էին Տիրոջը փրկել իրենց պղծությունից։ Աղաղակում էին եւ ասում. Քավլիցի, թե հարստությունը մեզ մոլորեցնի, կամ փոփու կյանքը մեզ գայթակղեցնի, թագավորությունները մեզ հրապուրեն, հալածանքները մեզ նեղեն, կամ էլ տանջանքները վտանգի ենթարկեն, կամ արդյոք կվախենանք մահից, որին մեզ մատնելու են, քավլիցի, թե անձավոր կյանքը փոխանակենք հավիտենականի հետ, որ անանց է, քավլիցի, թե ունենանք ամենարարիչ Աստծուն, ում բոլոր բարիքները մնայուն են եւ ոչ անցողիկ, ոչ խորությունները, ոչ բարձրությունները, ոչ վշտերն ու չարչարանքները, ոչ կապանքներն ու տանջանքները, ոչ հուրը, ոչ սուրը, ոչ ջուրը, ոչ հաճոյանքները, ոչ պարտրանքները, ոչ հարստությունը, ոչ աղքատությունը, ոչ այն աշխարհը, ոչ այս աշխարհը, ոչ կյանքը, ոչ մահը եւ ոչ էլ որևէ մեկը չի կարող մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց, քանզի մենք մեր կուսությամբ ընծայվեցինք նրան եւ նրան ավանդեցինք մեր սրբությունները, նրան ենք հուսացել եւ նրա սիրո փափագով սպասում ենք առանց ամոթի եւ երկյուղի կանգնել նրա առջեւ։ Հանկարծ սաստիկ որոտ եղավ երկնքում, ամբոխ նահաբեկվեց եւ մի ձայն լսվեց երկնքից, որն ասում էր նրանց. Զորացեք եւ քաջալերվեք, քանզի ես ձեզ հետ եմ։ Ես պահեցի ձեզ ձեր բոլոր ճանապարհներում եւ անարատ հասցրեցի մինչեւ այստեղը, որպեսզի հյուսիսային այս կողմերի հեթանոսների մեջ եւս փառավորվի իմ անունը։ Մանավանդ դու, Ռիփսիմե, բնավ մի վախեցիր, որովհետև Գայանեի եւ քո սիրելիների հետ մահից դեպի կյանք պիտի կոչվես։ Մի երկնչեք, որովհետև պիտի գաք ուրախության այն վայրը, որը ես եւ իմ հայրը պատրաստել ենք ձեզ ու ձեր նմանների համար։ Եվ այսպես երկար որոտաց Տերը, մինչև որ մարդիկ թմրեցին ահից։ Հեծյալների բազմաթիվ երիվարներ ահից աքացի տալով շատերին գետնին տապալեցին եւ շատերին էլ ոտքի տակ տալով սպանեցին։ Շատերն իրար վրա կուտակվելով սկսեցին միմյանց կոտորել։ Աղաղակի ու վայնասունի ձայներ լսվեցին, սաստիկ արհավիրք ու չարիք տիրեց մարդկանց։ Շատերը մեռան եւ հողը ներկվեց նրանց արյամբ։ Արդ երբ եղավ այս խառնաշփոթը, արքունի սպասավորներից ոմանք շտապեցին պատահածները պատմելու թագավորին։ Կային նաև գրիչներ, ովքեր գրի առան ամեն բան եւ այն ընթերցեցին թագավորի առջև։ Թագավորն ասաց. Քանի որ նա չկամեցավ գալ իր կամքով, շքեղությամբ եւ պատիվներով, ապա թող նրան բռնությամբ ապարանք բերեն ու մտցնեն արքունի սենյակ։ Արդ սպասավորները գնացին եւ բռնությամբ բերեցին Սուրբ Ռիփսիմեին, մերթ բարձրացրած, մերթ քարշ տալով։ Իսկ նա աղաղակում էր եւ ասում. Տեր, Հիսուս Քրիստոս, օգնիր ինձ։ Ամբոխը նրա հետևից փող էր հնչեցնում, գետինը թնդում էր նրանց բազմությունից։ Այդպես բերեցին թագավորի ապարանքը եւ երբ նրան փակեցին սենյակում, սկսեց աղոթել ու ասաց.
Զորությունների Տեր, Դու ես ճշմարիտ Աստված, Դու էիր, որ ճեղքեցիր կարմիր ծովն ու անցկացրիր քո ժողովրդին, Դու էիր, որ ամուր վեմից ջրի վտակներ բխեցրիր և խմեցրիր քո ծառաված ժողովրդին, Դու էիր, որ քո ծառա Հովնանին իջեցրիր ծովի խոր անդունդները և վերստին առանց ապականության ողջ անդամ դուրս բերեցիր և կենդանություն տվիր, ցույց տալով նրան քո զորությունը, Դու էիր, որ Դանիելին գազաններին որպես կերակուր տվիր և ապա փրկեցիր նրան ահավոր ժանիքներից, փառավոր պահելով նրան նեղողների առջև, փրկեցիր նաև 3 մանուկներին, որոնց գցեցին հուրը քեզ պաշտելու համար, բայց դու ողջ ու անարատ պահեցիր նրանց, որպեսզի քո գործերը տեսնելով փառաբանեն քեզ, Դու խոտաճարակ դարձրիր բաբելացիների դաժան ու անօրեն թագավորին, որովհետև նա չփառաբանեց քեզ, այն հրաշքների համար, որ ցույց տվիր նրան, Դու նույն ինքն ես, և քո տարիները չեն անցնում, Դու ես, որ փառավորյալ ես ողջ տիեզերքում, թող հեթանոսները չպղծեն քո սուրբ անունը, և դու կարող ես փրկել ինձ այս պղծությունից, որպեսզի սրբությամբ մեռնեմ քո մեծ անվան համար։ Արդ, մինչև Սուրբ Հռիփսիմեն աղոթում էր, եկավ Տրթատ թագավորը և մտավ այն սենյակից ներս, ուր նրան փակել էին։ Իսկ մարդիկ, ոմանք ապարանքից դուրս, ոմանք փողոցներում սկսեցին ուրախանալ ու երգել, հարսանեկան պարեր պարել ու կաքավել։ Բայց Աստված նայեց իր սիրելի Հռիփսիմեին փրկելու նրան, որ չկորչի այն ավանդը, որ պահել էր զգուշությամբ։ Լսեց նրա աղոթքը և զորություն տվեց, որ կարողանա մարտնչել ընդդեմ անօրեն ստամբակի բռնության։ Արդ, թագավորը ներս մտավ և փորձեց բռնությամբ ստիպել նրան կատարելու իր ցանկությունը։ Իսկ Սուրբ Գույսը, որ զորացել էր Սուրբ Հոգով, մարտնչեց առնաբար և մաքարելով ժամը 3-ից մինչև 10 պարտության մատնեց թագավորին, որը անպարտելի էր համարվում։ Ցույց էր տվել իր ուժը հունած աշխարհին, զարմացրել բոլորին և վերադառնալուց հետո էլ իր թագավորության մեջ բազում քաջագործություններ արել։ Եվ նա, ով այդպիսի մեծահռչականուն ուներ, ահա պարտվեց մի աղջկա կողմից, հաղթվելով Քրիստոսի կամքով և զորությամբ, հոգնեց ու տկարացավ։ Ապա դուրս եկավ ու հրամայեց սենյակի առջև բերել երանելի Գայանեին վիզը պարան գցած, իսկ ինքը ներս մտավ։ Սպասավորներին պատվիրեց, որ ստիպեն Գայանեին դրսից խրատել Հռիփսիմեին թագավորի կամքը կատարելու համար, որպեսզի փրկվեն թե ինքը, թե նրանք։ Եվ նա հանձն առավ խոսել իր սանի հետ, մոտեցավ դռանը ու սկսեց խոսել ներսում գտնվող Հռիփսիմեի հետ։ Որդյակ, թող Քրիստոս քեզ հեռու պահի պղծությունից և քեզ զորավիք լինի, քավ լիցի, որ հրաժարվես Աստծո կենաց ժառանգությունից այս անցավոր կյանքի համար, որը ոչինչ է, այսօր կա, իսկ վաղը չի լինելու։ Երբ իմացան, թե Գայանեն ինչ խրատ տվեց, քարերով հարվածեցին նրա բերանին, մինչև որ թափվեցին ատամները։ Ապա դարձյալ ստիպեցին կատարել թագավորի կամքը, սակայն նա առավել ևս հաստատվելով իր հավատի մեջ, ասաց իր սանուհուն. Քաջալերվիր և ամուր եղիր, քանզի պիտի տեսնես Քրիստոսին, ում փափագել ես, հիշիր որդյակ այն հոգեխառը սնունդը և աստվածային խրատները, որոնցով մեծացրի քեզ, հիշիր այն բազուն հալածանքները, որ միասին կրեցինք, հիշիր այն մահվան բաժակը, որ միասին պիտի ըմպենք, հիշիր գեհենի հավիտենական հուրը և արդարների անապական պարգևները, որ պատրաստված են մեզ համար, հիշիր աստվածային երկնային խոսքը, որ այսօր լսեցիր քո ականջներով, այդ խոսքը քաջալերեց ու զորացրեց մեզ և պիտի արժանացնի իր խոստացած պսակին ու հանգստյան բնակեցնելով մեզ աստվածային հավիտենական լուսեղեն օթևաններում, այլ մեր Տերը, մեր Թագավորը և մեր Աստված, ով խոնարհվեց մեզ համար, մեզ չի թողնի, քանզի նրա զորությանն ենք ապավինել։ Նա անարգամեծար Տեր է և մեզ իր աղախիններին զերծ կպահի բոլոր մեղքերից։ Նրա ամենազոր աջը պահպանեց և կպահպանի մինչև հավիտյան, միայն թե չհեռանանք նրա սիրուց։ Նա կարթնացի իր զորությունները և կգա մեզ փրկելու, ցույց կտա մեզ իր երեսը և մենք կապրենք, որովհետև նա է մեր փրկիչ Աստվածը և նրա համար համբերեցինք շարունակ։ Հիշիր Տիրոջը, ով խոնարհվեց, որ մեզ բարձրացնի, թափեց իր արյունը խաչի վրա ու մահ ճաշակեց մեր փրկության համար։ Պահիր նրան քո մտքում և ողջ սրտով օգնության կանչիր,
Ահա քեզ օգնություն է հասել, քո բազուկները կզորացնեն քեզ, ինչպես պատանի Դավիթն իր բազուկները արջերի և առյուծների առջև։ Նա, որ իր ծառա Դավթի ձեռքով ջախջախեց հսկային, քո առջև կխորտակի նաև անօրենին և կարժանացնի մեզ առանց ամոթի դեմ հանդիման տեսնել իրեն։ Մինչ թագավորը պայքարում էր Սուրբ Հռիփսիմեի հետ, այս ամեն խոսքերը Սուրբ Գայանեն իր սանին ասում էր հռոմեացիների լեզվով։ Սակայն արքունի սպասավորներից ոմանք հասկացան, թե նա ինչ էր ասում։ Այն ժամ հեռացրին նրան դռան մոտից, և թեպետ շատ գանահարեցին, քարերով հարվածեցին երեսին, թափեցին ատամները և խոշտանգեցին, սակայն նա շարունակ իր սանին նույնն էր հորդորում։ Իսկ նա օրվա ժամը 10-ից մինչև գիշերվա առաջին ժամը մարտնչելով նրա հետ հաղթեց թագավորին։ Սուրբ Հոգով զորացած աղջիկը հարվածներով պարտության մատնեց, հոգնեցրեց թագավորին և տկարացնելով ցած գցեց։ Թագավորին թողեց մերկացած իր հանդերձներից, պատառոտված պատմուճանով, թագի նշանն իրենից ընկած և ամոթահար, թեպետ պատառոտվեցին նաև իր հանդերձները, սակայն նա հաղթող գտնվեց և իր անձը սրբությամբ պահեց։ Ուժով բացեց սենյակի դուռը, դուրս եկավ, ճեղքեց ամբոխը և ոչ ոք չկարողացավ պահել նրան։ Գնալով քաղաքի միջով հասավ հնձան, ուր առաջ իրենց կացարանն էր, ավետիս տվեց իր ընկերներին և ապա դեպի հյուսիս ուղղվելով հասավ Արտաշատ տանող ճանապարհի վրա ընկած մի ավազուտ բարձրավանդակ տեղ, և այնտեղ ծունր դնելով սկսեց աղոթել ու ասել. Տեր ամենայնի, ով կարող է հատուցել քեզ մեզ շնորհած բարիքների դիմաց, դու ամուր պահեցիր քո հանդեպ ունեցած մեր հույսը և ազատեցիր մեզ գազանի պիղծ ու ապականից ժանիքներից։ Լավ է, որ մեռնենք քո սրբության մեջ, քան ձեռք մեկնենք օտար աստվածներին։ Դու ես արարիչը, և ամեն ինչ քեզանից է ու քո միածին որդիով, առանց որի ոչինչ չի եղել։ Թող քո բարի հոգին առաջնորդի մեզ դեպի ուղիղ երկիր, դեպի հավիտենական երկնավոր բարիքները, օգնիր առանց ամոթի կանգնելու միածնիդ առջև և լինել նրա աջ կողմում։ Նա ստեղծեց մարդկանց սրտերը և նայում է նրանց բոլոր գործերին։ Մենք էլ, որ քո ժողովուրդն ենք, քո արոտի հոտից արժանացրում ես մտնել քո սիրելիների համար պատրաստված օթևանները։ Շտապում ենք, Տեր, ելնել մեր մարմիններից, խառնվել քո սիրելի միածին որդու գնդին և նրանց թվին, ովքեր սիրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի երևելի գալստյան օրը։ Փրկիր մեզ այս պղծությունից, իսկ եթե քո անվան համար մեզ տանջանքների մատնեն, ապա պատրաստ ենք, արդարև ցնծում ենք և ուրախ ենք քո սիրով մարտնչել այս պատերազմում, որ վիճակվեց մեզ, քանզի հաղթեց քո ամենահաղթ սորությունը և մեզ ևս հաղթել տվեց։ Նայիր, Տեր, քո ժառանգությանը ու քո ձեռքի գործերին և առաջնորդիր մեզ քո վերին Երուսաղեմ քաղաքը, որ քո բարձրունքներում է, ուր պիտի ժողովես բոլոր արդարներին, սրբերին և քո անունը սիրողներին, թող Տեր Աստծո լույսը մեզ վրա լինի։ Եվ ահա նույն գիշեր առջևում վառ լապտերով շուտափույթ այնտեղ հասան թագավորի իշխանները և դահճապետը դահիճներով հանդերձ։ Իսկույն մոտեցան, ձեռքերը հետևում կապեցին և ուզում էին լեզուն կտրել, բայց նա իր կամքով բացեց բերանը և հանեց լեզուն։ Հանեցին նրա պատառոտված հանդերձները, գետնին 4 ցցեր խփեցին և երկուսը ոտքերից ու երկուսը ձեռքերից կապելով պրկեցին նրան։ Մոտեցրին կանթեղները և կանթեղների բոցով երկար այրեցին ու խորովեցին նրա մարմինը։ Նրա գոգը քարեր լցրին, դուրս թափեցին աղիքները և մինչ կենդանի էր, փորեցին երանելու աչքերը։ Ապա անդամ առ անդամ մասնատեցին նրան, ասելով. «Յուրաքանչյուր ոք, ով կհամարձակվի արհամարել ու անարգել թագավորի հրամանները, այս օրինակով կորստյան կմատնվի»։ Կային և այլ սուրբեր, այրեր ու կանայք, ովքեր եկել էին նրանց հետ, ավելի քան 70 մարդ։ Նրանցից ոմանք այդ ժամին հասան այդտեղ, կամենալով ամփոփել ու թաղել Քրիստոսի սուրբ վկայուհու մարմնի մասունքները, սակայն սրի քաշելով կոտորեցին նրանց։ Նրանք մոտ 32 հոգի էին, ովքեր Քրիստոսի սիրո համար չվախեցան մահից։ Նրանք ուրախությամբ ասում էին. «Սիրեցինք քեզ, Տեր, քանզի լսում ես մեր աղոթքի ձայնը, խոնարհեցրել ես քո ունկը և մենք քեզ ենք ուղղում մեր ձայնը։ Փառք քեզ, որ անարժաններից չզրկեցիր քո բարիքներից։
Ով մարդասեր, որ պահեցիր մեզ աչքի բիբի նման եւ քո թևերի հովանու տակ ազատվեցինք բազոմանորենություններից։ Ահա քո փառավորյալ անվան համար ընդունում ենք մահը։ Եվ այսպես աղոթելով ամենքը կոտորվեցին։ Նրանցից մեկին սպանեցին հնձանի ներսում, ուր նրանց կացարանն էր։ Նա կյանքից հեռանալու պահին աղոթում էր ասելով. Գոհանում եմ քեզանից բարերար Տեր, որ ինձ էլ չզրկեցիր, քանզի ես հիվանդ էի եւ չկարողացա քայլելու իմ ընկերներին հասնել, սակայն դու մարդասեր Տեր, ընդունիր իմ հոգին եւս ու խառնիր քո սուրբ վկաների գնդին, իմ ընկերների ու քույրերի, մեր մայր ու առաջնորդ Գայանեի ու քեզ սիրող ու մեր դուստր Շիպսիմեի մոտ։ Այս ասելով երկինք փոխվեց։ Նրանց բոլորի մարմինները քաշ տալով դուրս գցեցին, որ կեր դառնան քաղաքի շների, երկրի գազանների ու երկնքի թռչունների համար։ Իսկ թագավորը մոռացել էր իր նվաստացումը, որի համար հարկ էր ամաչել, որովհետև այդչափ անվանի լինելով արիությամբ գերազանց էր գտնվում պատերազմներում, հունած օլիմպիադաներում, հանդես էր եկել քաջագործություններով եւ սխրանքներով։ Արդ նա, որ այդքան հզոր էր եւ ամրակազմ, Աստծո կամքով պարտվեց մի աղջկա կողմից։ Սակայն նա չէր մտածում ամոթալի նախատինքի մասին, այլ նրա գեղեցկությունը տեսնելու ցանկությամբ վառված տրտմել էր աղջկա մահվան համար եւ սուգով պատվել։ Տեսեք, ասում էր, թե ինչպես քրիստոնյաների կախարդական աղանդը շատ մարդկանց մահվան պատճառ է լինում, նրանց հեռացնելով աստվածների պաշտամունքից։ Արհամարում են երկրավոր կյանքի վայելչությունը եւ մահից չեն վախենում, մանավանդ սքանչելի Հռիփսիմեն, որի նմանը կանանցից ծնվածների մեջ երկիրը չուներ։ Իմ սիրտը նրա հետ է եւ ես տրթատս, քանի դեռ ողջ եմ, չեմ մոռանա նրան։ Քրիստոս Աստված մեր, վայհա, պահպանյա եւ օրհնյա, ազգսայոց, եկեղեցիս Հայաստանյաց, եւ ասկասյալ հավատացյալ հայրենիքս զնդանիկս, Թովանյալ Սուրբ եւ պատվական խաչիոտքովի խաղաղություն, վրյա եւ ազատյա, վերևելի եւ հանդերևույթ թշնամու, արժանավորյա ողջյան հարաբերել, ըսքեզ, թող եւ ըսքով գույն, այժմ եւ միշտ եւ հավիտյան ցավինից ամեն օրնեցից ըստել ամեն ժամ օրնություն նորայի բերանի օրհնյալ եղել միշնորացում կողքին երկայն խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղիցյան ձեզ եւ ընդամենեսյանս ամեն